Սա հայտնի չեկիստի տղա է, հայտնի, այսինքն ռուսական քաղաքական խոհանոցի ամենաստոր բաները գիտի, կագեբեշնիկի տղա է։ Դուք երբեք այդ կագեբե կոչվածի հանդեպ պատրանքներ չունենաք, դա ռուսական խոհանոց է, մոնղոլ թաթարական գիշատիչ, քայքայիչ ավանդույթով, վարկաբեկելու համար չեմ ասում, և քանի որ դրա հետ գումարվել է նաև բանի մասին է խոսքը, ինքնության, թրքա քրդախառն մի բան, դե հոտա ադրբեջանցի աշխարհագրորեն, տարածքի, դա քրդական ծագումով թրքացած մեկն է, վաղը ես չեմ բացառում, որ եթե Թուրքիայում ստեղծի քրդական պետություն, սա իր այդ քոլոզները դնի ու դուրս գա իսկական որպես քուրդ, եթե ապրի իհարկե։ Ուրեմն կասկած չունենաք, ինչ եմ ուզում ասել, հիմա սա ինչ է անում։ Մենք պիտի տեսեք սովորենք մեր պետականությունը պաշտպանենք եւ հարգենք մեր պետականությունը, նաեւ ընդունենք նրանց, ովքեր ժողովրդի կամքով այդ օրը կառավարում են Հայաստանը, որտեղ դա ուրիշ ճանապարհ չունի։ Ձեզ են ընտրում, մենտրաշրջանից հետո ուրիշին կընտրեն, մենք պարտավոր ենք պետականության այդ ատրիբուտը պահելու ինչի համար, որտեղ պետականություն ունի հեղինակության հարց իշխանությունը, քաղաքական, բարոյական, որի անկումը ժողովրդների կործանման է բերում։ Դուք կարող եք հրթիռներ ունենալ, չունենաք քաղաքական իշխանության հեղինակություն, ամեն ինչ կոչնչանա, ինչ որ այսօր ռևանշիզմ անում է Հայաստանում։ Դուք տեսեք կրակի բան էս աղբի հսկայական հոսքը կազմակերպում են իրենց միջավայրի դեպի վարչապետը, ինչու գիտեն, որ պետությունը ինստիտուցիոնալ չի, վստահ են, որ դա իրենց գոբիրկին է հիշել, դա իրենց չեն էլ հասկանում, եւ ուզում են այդ ֆիգուրան էլ ես պետականության, որտեղ կառավարության ոչ մեկը չի ասում, ես ինչ ես անում։ Փաշինյան, հա ինչ, վաղն դու կլնես Փաշինյան, շնորհք ունես կլնես, չլինի չի եւ ժողովուրդ քեզ կընտրի, իցիլ եմ ասում։ Հիմա դրա համար ես ինստիտուցիոնալ բանն եմ փչացնում, հիմա վաստահաջողություն չունենալ, հիմա ինչ ասում, մենք պիտի գնահատենք մեր աշխատանքը։ Ալև ինքը բաց եմ հայտարարում նաև ադրբեջանցիներին, բոլոր, ինքը խաղաղության բանաձևի չի եկել։ Ալևի վզից բռնած բերել են հայկական խաչմերուկ եւ բերել են ամերիկացիները։ Ինքը ուրեմն ռուսների օգնությամբ, քցելով ռուսներին, կատարելով Պուտինի հրամանը, ոչնչացրեց Արցախի հանրապետությունը եւ անընդհատ խոսեց միջազգային իրավունքից։ Բոլորի համար ասում եմ այսօր, տարածքային ամբողջականություն։ Տարածքային ամբողջականությունը պարտադիր իր զուգահեռն ունի, ժողովրդների ազատ ինքնորոշման իրավունք, որի մասին ոչ Պուտինն է խոսում, նա ժամանակ խոսում է, երբ Ալիևին պատին էր դեմ արել Արցախով, դες իր ղոլամներով, որ այսօր Բաքու են նրանց տեսակով։ Հետո հիմա չի խոսում, տարածքային ամբողջականություն դրանով հանձնեց։ Այս ամբողջը մենք պիտի հասկանանք, հիմա քանի որ տարբերակ չունի, դե ինչ ասեմ, հիմա ով որ հավես ունի ամերիկացիների հետ վիճել, թող վիճի, Մադուրոյից լավը չլինի։ Կես ժամում գողացան, հիմա այլ սկսել են ապացուցել, որ հակաօդային պաշտպանության ռուսական սիստեմները անջատված են եղել, տո են հայերեն խոսքա, տո ստի չունեք դրանք, ինչ որ ասել եմ, չունեք, չեք կարող ունենալ, ասեմ, որ մի բան, որ երբեք չեմ ասել, որովհետև ձեր մեջ այլևս, կամ քչով, ռուսների մեջ հրեաներ եւ հայեր չկան, որ ձեզ համար տեխնոլոգիա ստեղծեն։ Ադրբեջանցի բանվորներն էլ բանջարեղին պրոբլեմ են ստեղծում ձեզ համար, չկան, չեն էլ լինելու, հայկական խելոք տարերը վաղուց գնացել է չի ծառայում կամ մահացել է, են հարիֆի, որ ինչեր մետաքսյան կոչվածի, որը մեռավ երեխեքը չեն էլ իմացել, որ հերը հայ է, որտեղ սա ապրել էր ուզում, կենթանական բան ուներ, եւ հրեաներ, որ վաղուց առաջին ալիայի ժամանակ գնացել են, 1,200,000 Իսրայել է գնացել, այդ ով է ստեղծելու ձեզ համար, վերջացած այս բաները, հիմա ինչ եմ ուզում, ահա սա Ալիևը որպես պատոմստվեն ռուսերեն ասեմ, չեկիստ եւ քուրդ, որը խորամանկության գիտեքին չափեր ունի, ընդ որում ես քուրդ ժողովրդի վիրավորելու համար չեմ ասում, տիպերի մասին եմ խոսում։ Ուրեմն սա ուրեմն աշխատում է եւ իր նահանջը
Այն մտրակը, որը ստանում է համաշխարհային հանրությունից, նաև Մակրոնից եւ այլն, եւ Հայաստանի պետականության կայունացումից, որ այս ողորմելիները չկարողացան այդպես էլ իշխանափոխություն անել, չկարողացան ու չեն կարողանալու։ Ուրեմն այս պարագաներում սկսել է իրեն վերագրել բաներ, որ ինքը ոչ բանը չի տալիս։ Թրամփի ուղին լինելու է, նորից հիշեցնեմ, ով դեմ է, մանավանդ Հայաստանի Ղարաբաղի կլանի մասին եմ ասում։ Ձեզ մի օր վստահ, եթե շարունակեք այսպես, որպես գանձագողերի կարող է Թրամփը հավաքի Գուանտանամո տանի։ Այնտեղ որտեղ աշխարհի խոշորագույն կոռուպցիոներներն են, կույս ձևանալ ամերիկացի ձեռտակ չի լինի։ Ռուսաստանի հետ էլ հնարավոր չի մաքուր աշխատել, սրանք ակատիր բաներ են։ Ուրեմն այստեղ վերագրում արդեն իրեն բաներ, ինքը տուով։ Ասում են մենք էլ ենք նոր սկսել խաղաղ իրենք խաղաղ, իրենք ինչ է, ուրիշի արյան հաշվին։ Ձերք են մեկնում Հայաստանի, ձերք Հայաստանին նրանք ձերք չեն մեկնում, չեն կարող չմեկնել։ Հայաստանը գազդուրվում է, Հայաստանում իշխանությունը օր ավելի տանդաղ, դժվար եւ եկեղեցին հավաքվում է հայկական իդեալի շուրջ, որ ես ասեցի, եւ այլն։ Եվ այս պայմաններում մնում է ինչ անել, կերպափոխվել։ Ուժն է ծնում, իրավունքը։ Այդ մեկը ճիշտ է ասում, որ այս Ղարաբաղյան կլանը հասկացավ մեր ժողովրդին ծնգի բերելու իմաստով։ Ոչ թե նրանց, որտեղ ռուսներն ասել էին գործ չունեք նրանց հետ։ Իրենք մեզ էին ծնգի բերում։ Հիմա այդ բոլորն անցել գնացել է, այդ մեկում ճիշտ է, բայց երկրորդն էլ ասեմ, այդ բացարձակ չի, որն է բանը։ Ես դա բայց շատ շուտ եմ ասել, եւ դա երբեք չի փոխվել, ինքը գյուտ ճանի։ Միջազգային իրավունքից կօգտվեք այնքանով, որքանով դուք ուժ կունենաք։ Ես օրինակել եմ բերել։ Մտնում եք City, այսօր կանակ մեր, դուք կարող եք ունեք ձեր գրբանում $500 եւ դուք կարող եք ընդամենը $500 առևտուր անել։ $500 ավել չեք կարող։ Կա ապրանք թե չէ, լիքն է, կա $1 միլիարդ ապրանք։ Տեսեք, այդ մեր խոշոր գործարարներից, որը հրաշք այդ City-ների համակարգն է առաջացրել, չէ՞։ Հրաշք են դրանք։ Կատակ եք անում, ես ուրիշ երկրներում եմ եղել, նման առևտրի կենտրոններ, սպասարկման այս որակներով Իսրայելում էլ չկա։ Եթե հիմա կա, չգիտեմ։ Ուրեմն դուք այնտեղ կա միլիարդավոր դոլարի ապրանք, բայց դուք կարող եք առևտուր անել միայն $500-ով։ Այսինքն միջազգային իրավունքը կա, սկզբունքները կան, ոչ թե չկա։ Դուք կօգտվեք դրանից այնքանով, որքանով ուժ ունեք առաջինը, երկրորդը խելք, բնականորեն, եւ երրորդը բանականություն, բարոյականություն ձեր շահերը պաշտպանելու համար։ Դեռ Ֆրիդրիխ Մեծն ասում էր Բրուսին, սրանք պիտի սովորել։ Ինչն էր ասում էր, որ ուրեմն գիշեր ցերեկ քաղաքականությունը պետականություն ստեղծելն է եւ ազգային շահերը հետապնդելը։ Գիշեր ցերեկ ազգային սեփական շահ հետապնդելը։ Սա է քաղաքականություն, այնպես որ մենք հիմա սովորում ենք։ Ինքնասպանությունը մեր որն է լինում։ Որը։ Որ ասում է ինքնասպանություն կլինի։ Ինքնասպանություն իր մասին է խոսում, ասեմ ինչու։ Որովհետև 3-4 մարդ արդեն հայտնվել են, ինձ թվում է, նույն ես հիպոթետիկ բան եմ ասում, անշուշտ իմ ասելով չի լինելու, բայց պետք է հասկանանք մենք, չէ, ուրեմն Մադուրո, չէ, այնտեղ Կոլումբիայի նախագահ խառնվել է իրար, բայց Ռուսաստանը ոնց է խառնվել իրար, տեսա որ Թրամփին այստեղ էս իշկան կագեբեշնիկ կա Ամերիկայում փախած այնտեղ եւ նաեւ հայերի մեջ, որոնք իբրև թե այլախոհ փախան սովետից հետո, բայց ըստ էության հանձնարարություն են կատարում, տարածում են, ասում են Թրամփը ուրեմն Պուտինի բանն է, չեկիստն է, դա զավեշտ է, նույնիսկ այդպես է լինի ամերիկյան համակարգը դա բացառում է, ոնց կարող Ամերիկայի նախագահ, որ ունի 7 միլիարդ եւ այլ դոլար աշխատելու կարողություն, որը ճաշակ ունի եւ Իրակ կնոջ նման գեղեցկու հետ է ամուսնանում, ես ոնց կարող է, մնացածը բնավորության հարց է, բանի, Պուտինի էսիշն է,
չեկիստը Պուտինի չեկիստը եկեղեցին է քայքայում սրանք են այդ հավաքականորեն նրանք կարող են լինել որտեղ նրանք ազգային իդեալ չունեն եւ արժանապատվություն չունեն եւ այլն հիմա ինչ է ասելիքիս իմաստը հիմա սա շարքը շարում են ովքեր են նույն այլանդակ կերպարի տակ որ համաշխարհային հանրության հայտնի է հաջորդը գալիս ենք Պուտինի մասին կարող եմ պետական կա չէ միջազգային իրավունքով որոշում կա որպես ռազմական հանցագործ շարքի մեջ է թե չէ այսպես գալիս է Ալիև հայտնի է որ Նայրա Զոհրաբյանի սիրած այդ ինչ էր խավիարի վարպետը մոռացել են խավիարի վարպետին որտեղ իրենց խնդիրը Մոսկվայից դրած Հայաստան իշխանություն տապալել որ չեն կարողանում այս խավիար եւ այլն այլասերել եվրոպական խորհրդարանում կաշառատվությամբ զբաղվել Ֆրանսիային չգիտեմ ինչերի մեջ մեղադրել եւ այլն ամեն այլանդակ կերպարներից մեկն է եւ ինքը մտածելու բան ունի դրան գումարած հիշեցնեմ ձեզ մի բան որ մեր աչքի առաջ եղել այն որ Թրամփն ասեց տղա ջան քանի տարի է կառավարում ես Ադրբեջանը ես գիտեն գովեց այդ Պուտինն է գովում դրանց որ ասում է ով ընտրվում է ասում ինքը լեգիտիմ իշխանություն չի որտեղ մարդ չի սպանել որտեղ եւ այլ սա քաղաքական այլ մշակույթն է ուրեմն դրանից հետո եզրակացություն արեց տղաճանը եւ վազեց ստորագրելու այն ինչ որ ամերիկացի երևի չի էլ կարդացել այդ մի նայեք իրա հոխորտանքը նա ինչ է հաղթել է Կատ ունեք որ Վենեսուելայում տեղի ունեցածը հնարավոր է մի օր էլի Բաքվում եթե Մոսկվայում եղավ Բաքվում 3 վայրկյանում կընկնի եթե Մոսկվայում չեղավ ուրեմն Բաքվում կլինի կամ չի լինի բայց ինքը իրեն ռուսերեն ասեմ ստրախովկա է անում